Ջան, ողջույն բոլորին, ես կոմիտ ասում եմ, ինձ ուր բերանից կարող եք ենթադրել, որ դուրս եմ եկել ատամնաբուժարանից, ցավացողականից հարցերով էի, դեռ ամբողջապես չեն սարքել, ժամանակավոր պլոմբա դրած ու ներնա անել դժկուհին, հիմա գնամ մետրոյով տուն, շատ շոկ է, չեմ ուզում շատ երկար քայլեմ, բայց տաքսու տարիֆը այնպես եմ բարձրացրել, ես չգիտեմ խցանումների հետ է կապված թե ինչ, առավոտը 2600 էր, 28 էր, չեմ հիշում, ափսոսում եմ այդքան գումար տամ, հենա մետրո նստեցի, ստեցի արագ բարձրացա 300 դրամով հասա Կոմիտաս, ես մտածում եմ Փափազյանում իջնեմ մետրոն, ու էլի մետրոյով գնամ, բայց քայլելով իջնեմ, մեկից ետս քայլել է ուզում, հետո հազարանացա մոտս մի բան առնեմ, մանժեմ երևի, որ մետրոյի ժետոն առնեմ, այստեղ ինչ կա, մինչամ չի կարելի խմել, չի կարելի ուտել, բայց ծարավ եմ, ուտելը ջանդամ, ծարավ Դավի ստանում եմ նկարչության, վազ էդ պետ չի, տեղից շոկ Գնա տեսնենք Դավի հետ մտել ենք պոնչիկանոց, Խորենի ու Արտաշեցի պոնչիկը և հյութը վերցրել եմ, ես ու Դավս էլ էստեղ, ինձ համար ես եմ վերցրել, որոշել ենք 1.5 կուտենք, որտև Դավը 2 հատ չի կարողանում ուտել, ես էլ, մենք վերցրեցինք, պայոկը խորիկենց, մերն էլ կերանք, արի Դավս, Դավ երեք եք խաղալի կարել, նոր եկանք տուն, Երեխեքը բակում խաղում էին Դավ ինչպես միշտ չէր ուզում գալ լացուկոց բայց դե ինչ կան դրսում թողես մեկը չի ուզում գալ բա թմրածությունս նոր համարյա լրիվ անցել է 90% Ընկերուս երեխա է ունեցել ինքան ուրախ եմ Այսօր թաբուլ եմ սարքում հենա թրջել էի դուս գալուց ինքը իմ սարկած թաբուլեն շատ ասում ասում եմ Ան, եթե կուզես ուղարկեմ քո բաժինը Այդպես փոքրիկ տղա Նոյանունով միացավ այս հրաշալի աշխարհին Այստեղ սեղ և ձմերուկ եմ կտրատել Խորեն երեխեքի հետ հեսա դուրս է գալիս, այսօր Խորենի պապիկի դվայրորդնի քրոջ ծնունդն է, շատ մտերիմ մարդ ընտանիքին և այսպես գնում են շնորհավորելու, հենց նոր փաթեթավորեցին նվերները, Խորենը առել էր և թուղթեր առել փաթեթավորման, մինչև ինքը նորից իջավ խանութ, ես այդ հարցով էի զբաղված, ես ճիշտն ասած որոշեցի չգնալ, միակ պատճառը այն է, որքան որ երեխաները տանը չեն լռությունը, հրաշալի առիթ է նստել ու աշխատել այդ թեզի վրա Ասացի լավ, դուք բոլորով գնացեք, ես էլ այս առիթը օգտագործեմ ու մի քիչ գործերս առաջ գցեմ, որտեղ մի քանի օր հետ եմ ընկել Խոջան, պատարագաղով ու ապտեով եկել է, սպասում վերցրու, կարող ես վերցնել Նաուշնիկներով եմ նայում, որովհետև կոմպի ձայնը շատ ցածր է ու ցածր ձայնով չի լինում կինո նայել Քանի որ տանը մենակ եմ, լոգոն կընդունեցի, զովացա շատ շոկ է Ճաշն եմ եփում և որոշեցի նայել Ամելի ֆիլմը, որը ինստագրամում, այսպես ասած, շատ տարածված էր, երաժշտություն է իր մեջի թրենդ էր դարձել, բայց չեմ նայել, որոշեցի նայեմ Բայց այնքան ցածր էր ձայնը, որ տհաճությամբ էի, ստիպված պատուհաններ եմ փակել, որ լսեի, հիմա կբացեմ Մի խոսքով, վայելում եմ ոչինչ չանելու իրավունքը Գիտեք այդ ինչ դժվար է, ոչինչ չանել Քանի որ գալիս է սեպտեմբեր ու քանի որ այս տարի առաջին տարին է, որ Դավն էլ է գնում այսպես ասած, գնումները այս տարվա մեր տարբերվում են սովորական գնումներից ու քանի որ մենք բավականին գնումներ կատարել ենք սեպտեմբերի 1-ի հետ կապված, ես ասեցի back to school են, չէ ասում, այդպիսի ինչ-որ հատված դնեմ վլոգի մեջ ու ձեզ ցույց տամ, թե ինչ ենք առել Դավը ի սկզբանե որոշել է, որ կապիտան Ամերիկայով է ուզում պայուսակը, բայց մեր գրախանութում չէր եղել,
ու ինք ընտրել այս տարբերակը։ Այսպես։ Սա Человек-паուկը կարծես լինի կլասիկա, հա, երեխաների համար, հատկապես այդ սկզբնական շրջանում բոլորը սիրում են Spider-Man։ 6000-ի կարգի է արժեքը, 6 քանիս է սրա արժեքը։ Իրականում պապան ու իր տղաներն են գնացել գնումները կատարելու։ Ես ցուցակ եմ տվել, թե ինչա պետք առնել։ Հիմա համ կստուգենք ցուցակով են առել, թե ոչ, համ էլ միասին կնայենք։ Սա Արտաշեսինն է, Արտաշեսի պայուսակը 8.5 է արժեցել, այս հատվածը սենց կոշ զամա ենթադրաբար, այսպես ինչ-որ հատվածներ, ոյ, բայց Դավիթ, տեսեք ուշադիր չեն եղել, Դավի պայուսակի կողքը չկա հատված շշի համար, այդ լավ չի, չեն նայել, հələ սպասեք, այս ցեպերն չեն ստուգել աչքիս, հասկանամ, երևի ցեպը պիտի բաց թողենք, հա, ու սենց շիշը դնենք, որտև այսքան փոքրիկ շիշ չկա, որ երևի լավ այդ պար մի հատ խորենի հետ քննարկեմ, այդ հատվածը չեն ուսումնասիրել, ցեպերը գոնե նայել են, խորիկը շատ ուշադիր է վաբշե զննում, հա, նենց չի, որ ես դա ավելի լավ եմ անում, քան ինքը, բայց այդ պահը երևի պրոստը չի մտածել, էլի, ջրի մասով, այստեղ ինչ-որ սենց բաներ, չէ, ամեն ինչ լավ է, մենակ այդ ջրի պահը, հեսա իրա շիշը միած սենց բացած դնեմ, հələ հասկանամ ընգնում է մեջից, դե ջուրը կարևոր է, էլի հատկապես շոքին, առանց ջրի չի լինում, Արտաշեսինը կա, բայց էլի քիփա թվում, հուսամ կտեղավորվի իրա ջրի շիշը, ներսում այսպես սպլաշնոյա, սիրուն է, վիզուալ դուրս գալիս է, չգիտեմ, կարծում եմ, որ հատկապես, որ իրա ճաշակով ու ինքն ընտրել, ուրեմն իդեալական տարբերակ է, սենց ասեմ։ Ուրեմն ճմրթված ընգած է անկողնուս վրա, դեմքիցս, մազերիցս դատում եք, բայց նենց էի ուզում նայեի, ուզում էի ձեր հետ նայի, որ ասեցի լավ, ոչինչ, մի քիչ այսպես տնային վիճակներով, բայց նայենք, այս ջրի շշի պահը մի հատ գնամ ստուգեմ գամ, թե չէ քոս անգել ջանես։ Չէ, ինչպես եւ ենթադրում էի, շիշը հեչ լավ չեղավ։ Մի հատ խորնեգ այդ պահ հասկանանք ինչ անենք։ Մենք անցնենք առաջ, ինչ այդ, այստեղ։ Պենալներ են առել։ Եկեք հենց նայենք ովշի ինչքան է վճարել խորենը։ Ընդհանրապես վճարվել է 31450 դրամ։ Տեսնում եք, ամեն ինչը ծախս է, էլի երեխեք ջան, ամեն ինչը։ Ուրեմն երկու այսպիսի տարբերակ եմ վերցրել, ենթադրաբար, սա Դավինն է, Դավը կապույտ գույն է սիրում, սրա վրա էլ կարմիր ավտո կա, ենթադրում եմ, որ էս էլ Արտաշեսինն է, բայց որակային լավն է, ինչ-որ զուտեն առումով եմ ասում լավն է, որ բացվովի չի մեծ, տարողունակ արդյոք կտեղավորվի, բայց կարծում եմ կտեղավորվի, որ ասում է գնայր ինքդ ընտրել, սենց ստացվեց, եկեք ասեմ ինչի ես չեմ գնացել, խորենին ասեցի խոր շոք է, սպասենք իրիկուն գա, մի քիչ տրամադրված չեմ դուրս գալու, ինքն էլ ահավոր տրամադրված էր, որ գնան, ասեցի դե ինչ ասեմ, քանի որ չեք ուզում սպասել, տղաներիդ վերցրու, ես ցուցակը գրեմ, դու գնացեք, այդպես է եղել, թե չէ իրականում ես էլ կուզեի ներկա գտնվել, այսպիսի, այս ինձ թվում է նվեր է տվել մեր այդ գրախանութի տղան, ինքը այդպես մեզ որ առևտուր են կամ ինչ-որ բանի է նվեր տալի, բայց սա լավ բան է, ահա, այստեղ ասել էի, որ բուքս, հա, սովորական գրքի կազմեր էի ուզել եմ, բայց սրանցից է բերել, կպչուններից է բերել, այսպիսի տարբերակներ, սա հետո կուսումնասիրենք, ահա, այստեղ ասել էի, որ բուքս, հա, սովորական գրքի կազմեր էի ուզել եմ, բայց սրանցից է բերել, կպչուններից է բերել, այսպիսի տարբերակներ, սա հետո կուսումնասիրենք, չեմ ուզում, գրքի կազմել մենք ունեինք տանը, բայց քիչ է, հատկապես Արտաշեսի գրքերի համար մի գրքի կազմը մի տուփ չի հերիքում, անցած տարի 3 գրքի կազմ եմ առել, որ սա գրքերը կարողանամ շափերի կազմել, դրա համար զապաս ուզել էի, բայց այս տարբերակն է խորիկը բերել, դա ինչ է, սրանք ենթադրում եմ, որ ռետին են, ճիշտ եմ հասկանում, հա, չիպսի տեսքով, լեյս չիպսի տեսքով ռետիններ են, այստեղ ես ուզել էի ամենասովորական գրիչներից, որովհետև ուսուցչուհին
այս գրիչներն ասում դրեք, որոնք թանակ չեն թողում, զրտիկ պրտիկներ վրան չունեն, որ շեղեն ուշադրությունը, կարմիր գրիչ եմ ուզել խորենից եւ ուզել էի երկուական մատիտ, կապույտները Դավինն է, բայց ինքը 3 կարմիր է բերել, երևի Արտաշես ասել է, պապին 3 հատ է պետք գալու, ասել էի 4 հատ բեր, հետո արդեն տեսնենք ինչքան կուզեն, ըստ դրա մենք կառնենք։ Չեմ ուզում հավելյալ մի բան առնեմ, որը պետք չի գալու, հետո տեսնեմ, որ իզուր եմ առել։ Դրա համար այն որ բազան առել ենք, մնացածն էլ ըստ ուսուցչի թելադրանքի կառնենք։ Այն թվերը չի էլի, որ սենց պետք է ճարես, գտնես, դժվար է, պետք է գնաս չգիտեմ ինչ, թափած է, 250 դրամ մի տուփ։ Մի պապկան էլի։ Հիմա ալբոմներ ասել էի ամեն մեկին 2 հատ վերցնի, այս մեքենայով է 2 հատ, հա երևի ամեն մեկին մի հատ մեքենա, մի հատ սենց, թե չէ 2 հատ նույնից ամեն մեկը դժվար իրան վերցրացնել, այս էսպես, հաջորդիվ, ուզել եմ տետրերի կազմեր, բերել այս տարբերակով, ուզել եմ մատիտներ, Ունավոր ասեցի լավ ֆիրմա կվերցնես, այս դելֆինները խորիկ ասում են լավն են, վերցրել է դելֆինները, գունավոր մատիտ, գունավոր թղթեր ասել եմ ամեն մեկին մի հատ առայժմ վերցնի, ըստ անհրաժեշտության կառնենք, սա իր համար է խորենը վերցրել ենթադրում եմ, սա իմ ցուցակի մեջ չի եղել, դեգրադախտակի վրա աշակերտների հետ ինքը աշխատում է, պետք է գալիս իրան, տետրեր 45 թերթանոց այսպիսի տարբերակներ, հիմնականում Արտաշեսի համար, 100 թերթանոց մաթեմ եմ ուզել, 100 թերթանոց մայրենի եմ ուզել, այսպես տարբերակներ են ընտրել, մի հատ էլ այսպիսի սիրուն տարբերակ կա։ Կարծում եմ, որ կօգտագործվի իրականում, ուղղակի ես ուզում էի ավելի շատ ուսուցչուհին ինչը որ ասի, ըստ դրա առնենք, ոչ թե ավելորդ ինչ-որ բան, բայց ուսանք ավելորդ չեն լինի։ Բարակ տետրեր չեմ առել, որովհետև տանը ունեմ քանի հատ չօգտագործված եւ մի հատ էլ հասկանամ вообще Դավին ինչքան տետրապետ բարակ Արտաշեսին ինչքան հանրախանութից տեղը կառնենք։ Սոսին եւս ասել եմ, որ բերի ընդամենը 2 հատ։ Առայժմ ստիկերներ ընդհանրում եմ Արտաշեսն ուզե ես չէի գրել։ Սա ինչ է։ Սա միգուցե էլի նվիրել է մեր այդ տղան, հա չէ սրիչ է, օքեյ, սրիչ ես գրել էի, այս տարբերակն են ընտրել, հա, և ես, իսկ թումա սա առել են, իսկ սա նվիրել են իրանց, ես տենց եմ ենթադրում, այս քանը գնումներից, ժողովուրդ ջան, վсё, կարելի ասել իմ ցուցակին հետևել էին, մի քանի փոքրիկ այսպիսի բաներ կային, վсё, այսքանը մեր back to school-ից, կարելի ասել, որ գերենականի մասը ավարտեցինք, կմնա բանը, հագուստեղ են և նմանօրինակ բաներ, հա, ֆիզկուլտի համար, կոշիկները դասական կլասիկ չեմ առնելու որոշել եմ, ավելի լավա պրակտիկ բոթասիկների պես ինչ-որ սենց, բայց շատ բոթասային էլ չէ, սենց մի քիչ կամֆորտնի, ընդեղ ունեն Արտաշեսը լրիվ նոր կոշիկներ ունի, որոնք մեծ են, պիտի մի հատ հագցնեմ, տեսնեմ, արդյոք լինում են, Դավն էլ ունի կոշիկներ, որոնք նա վրըստ էին, մի հատ տեսնեմ լինում է, թե չէ, ու ըստ այդեմ արդեն կհասկանանք, վերնաշապիկներ, տաբատներ, Արտաշեսն է տաբատներ ունի, որոնք մեծ էին, դրանք էլ պիտի ստուգեմ, ինչ կա, ինչ չկա, նոր ըստ դրա կառնենք այդ ամեն ինչ։ Արտաշեսի հետ ուրեմն իր դարակը սաղ թափել եմ, բալ ինչա այն հին տարիների ճխտտած ոչ մի ավել բան չեմ թափել, լվացի քո դարակը ու տեղավորում։ Բառատետրդ պահել եմ։ Հանրահաշիվ երկրաչափություն կանցնես այս տարի, թե մենակ։ I don't know, mommy։ Ոբշեմ, հիմա անցնեմ Դավի դարակին, բայց Դավի պայուսակը մտածում ենք փոխենք, որովհետև առանց այդ ջրի տեղի շատ անհարմար է, դնեմ գրքերի ացիեկում, հիմա այդ ջուրը թափվի, սա չգիտեմ, արի Դավ հələ դու էլ կանգնի, ստեղ տեսնենք։ Հեն, Դավս։ Բախ ես գլխարկով, կյանքս։ Ես ու խոհարար Դավիթը իրար հետ հիմա պատրաստում ենք տաք բուտերբրոդներ, հա, բալես, մաման ամեն ինչ պատրաստել է, խոհանոցում տворческий беспорядок է, բայց ինչ որ ասում են, առանց տворческий беспорядок-ի դժվար թե ինչ որ արվեստի գործ ստեղծվի, չէ՞ դա։ Հա, всё, ինքն էլ իր շեֆ-օվրի
շորմորը հագնում ու գալիս է ինձ օգնելու։ Հեսա անենք ու արագ խոհանոցը հետո կարգի կբերենք, հա բալես։ Ուղղակի մեր պապա շատ սոված է, արդեն Արտաշեսը եւս։ Դա դու սոված ես։ Հա։ Ես այդքան ակամ սոված չեմ, բայց ես էլ կուտեմ, որովհետև դեղ պիտի խմեմ։ Okay։ Անցանք գործ կարակամանել վարյա դրա համար կարակ դեռ չէ, դա տենց չպետք չի։ Դավիթ, դիր, հիմա կկտրատենք, սարքենք, նորմալ կուտես, որ կշտանաս։ Հələ մի հատ նայեք էլ երեխեք։ Մեր ջրի մաքուր ջրով լվացած, մի րոպե, այս բաները հանեմ, նոր ջրով լվացած ամանի վիճակը։ Это что за кошмар просто։ Սարքեցի մի հատ բազուկով, սխտորով, թթվասերով աղցան, դիտմամբ եմ սարքել կաստրուլկայի մեջ, որպեսզի բերանը կարողանամ կափարիչով փակել եւ չչորանա, թարմ մնա, այսպես ասած, այնպես որ հիմա դնում ենք մառազինկա, սեղ ձմերուկ ունենք, լվացի, կտրատեցի, այստեղ հավաքեցի, պասուդամյուրկան դատարկեցի, նորը ավելացրեցի, դրեցի, բայց դեռ չեմ միացել, որովհետև կիսատ է։ Մի խոսքով խորենի աչքը կպել է, երեխեք խաղում են, ես էլ զբաղված եմ լրիվ տնային գործերով, գնամ Դավիթ արակներ լվամ, դասավորենք, որոշեցինք, ասեցի չէ, պայուսակը փորձենք վաղը փոխել։ Մի խոսքով, как-то так, տնային վիճակ։ Դուրս ենք եկել, խելոք իրար միս են ուտում, գնում ենք իրանց բաները նոր եմ լողացել, մազերս թաց դուրս եմ եկել, գնում ենք Դավի պայուսակը փոխենք, ինչպես եւ որոշել ենք, խորենը զանգեց, այդ գրախանութի տղային արդեն այնքան լավ է մեզ ճանաչում, միշտ իրենից ենք ամեն ինչ առնում, ասաց խնդիր չկա, բերեք փոխեք, մի արա, կոնդիցիոների ջուրն է, всё, գնացինք։ Հետո նկարչության եմ Դավին տանում, այս շաբաթ 3 օր ենք, որտեղ անցած շաբաթ բաց ենք։ Ну, ոչ թե բաց ենք թողել, դաս չէր եղել, էլի, լրացնում ենք։ Մենք դուրս եկանք, Դավ մի հատ գնայս, մամային մռութը տուտել։ Համով մռութը եկեղեցի է նկարել, այսօր ավարտեց, տանում ենք տուն հերթական աշխատանքը։ Քանի որ եկանք տուն, ասեցի դες ցույց տամ պայուսակը, այս հենց այն պայուսակն է, որը ի սկզբանե տեսել ու հավանել էի։ Հիշում եք, ասեցի նկարել էի, տանը ցույց է տվել։ Այս պայուսակն է։ Արժեքով ավելի բարձր է, քան մյուսը, նա 600, սա 8, ոչ թե 8, այլ հենց 8000։ Այսպիսի գեղեցիկ պայուսակ է։ Այդ սպոյդերմենի թեմատիկա, այդ անգերց ես արդեն զզվում եմ, որովհետև Արտաշեսը փոքրուց է, Դավիթը, հա։ Չգիտեմ, ինձ դուր է գալիս, իրական գույները մի քիչ ուրիշ են, քան կադրում է փոխանցում, կադրից դուրս ավելի անուշ են։ Եվ Դավին վերցրեցինք նաև շիշ։ Այսպիսի շիշ, որը շատ լավ տեղավորվում է այստեղ։ Հա, մեկ էլ մկրատ էինք մոռացել առնել, երկուսին առանք նաև իրանց մկրատները։ Տարեք դրեք ամենքը ձեր տարակում։